Ամիսներ առաջ Հորդանանից Լիբանան տեղափոխված Մովսես Օհանյանի հասցեն փոխարինվեց Երևանյանով, Շահումյան 93 տուն։ Շատ կիսեր եմ հրապարակը, որովհետև հրապարակի մեջ ադվոր չուրը գա, եղանակի վրա գաշխատի։ Ասիա շատ մարդիկներ գբահե եւ գբերը ինչու արաբ երկրներում մեջ հետ չի գա։ Հրապարակում են հավաքվում քաղաքի բոլոր զբոսաշրջիկները, մեկ էլ տեսար հեռավոր ազգականի հանդիպեցիր։ Անցյալ տարի հոստեն գանցնենք որ հրապարակեն, մարդ մտեսա, օրդանանցի է, իմ երկիր, իմ ապրած դեղն է։ Aman hezi gançek orjana baragısı. Moses hiç genes korası. Etun hiç genes korası yeren. Asiyayım yer gerisi. Մովսեսի 7-րդ այցն է Հայաստան։ Այս անգամ մշտական բնակության նպատակով։ Ամեն ինչ հաշվարկել էր նախապես։ Որեմ սպասեցի միջև ապրիլին, ապրիլին տոշակ ելա, ստորագրեցի որ հիմա կորչի գա, բանկում իշավ իմ ամսականս, ուրեմն 10-ին ապրիլին հոս ես, եկա։ Մովսեսի հայրը Կիլիկիայից գաղթել է Հորդանան, ապա տեղափոխվել Լիբանան, բայց որդուն միշտ հորդորել է տուն ստեղծել հայրենիքում, Հայաստանում։ Ուզեցի որ ինքը հոս գա, դեսնա Հայաստանը, Հայաստանին ջուրը խմե։ Որովհետև նա է ջուրը որad են գխմեն Ասիա այրունի մեջ կմտնա մեկ կուդոր։ Հայաստանը սիրելու եւս մի պատճառ կա։ Նոյին նավը ուր իջավ, Հայաստանը իջավ, Արարատ իջավ, աս երկիրը Աստվածը սիրեց։ Մենք ալադոր համար հայերը պետք է շատ սիրենք աս հողը։ Ծննդավայրում հայեր քիչ կային, բայց Մովսեսը մեծացավ որպես իսկական հայ։ Մենք հայաստանցին պամաս ավենձի ոտքը Հայաստանին վրան գողես ուժ գարնես, զորավոր գլաս, ադոր համար մենք պետք է դուն արնենք, դուն սարքենք, հոս մնալու ենք։ Եկավ պապերի երկիր, տուն գնեց ու իր ձեռքով նորոգեց։ Աստուրը հիմա, ասիա հոս էր ինքը աստուրը, անջադեցի որ քիչ մեծ սենեմ սելով, ես երկատները կրի, սվար կրի, հոսանքը նորան ամեն քիզերը ես կաշեցի, որ ժամանակը սանսուսի եւ խանութը։ Ժամանակ չի կորցնում, մի խանութի տարածք էլ տան կողքից ավելացրեց։ Վերջ մենք հայերեն խելացին, կմտածենք աշխատենք։ Ինչ լավ եղավ։ Ինչպես որ հայերիկը սկսեր Հայաստան, ես նույնպես դղայից սկսեմ Հայաստանը պետք է սիրես։ Ճիշտ է, հայերեն դեռ չի խոսում, բայց դա ժամանակի հարց է։ Հայաստանում երկու նպատակ ունի՝ հայերեն սովորել եւ ընտանիք կազմել։ Բա հենց դրա համար էլ եկել եմ։ Հայ աղջիկա հետ ծանոթանալու եւ ամուսնանալու համար եմ եկել Հայաստան։ Գիսեմ նայր դղաս, եթե տուն օդար հայ աղջիկ չարնեսն է, ես քեզի չեմ նայր, 1000 դրամ չեմ դար քեզի, բայց հայ աղջիկ կարնես, աչքերս քեզի գուդամ, հող գտնեմ քեզի, դուն գսարքեմ, ամեն ինչը գտնեմ քեզի ամուսնացիև ուզեմ, իմ երեխաներս մաքուր այրուն ելնե։ Որդուն պարտադրում է, բայց ինքն ամուսնացել է արաբ կնոջ հետ, քրիստոնյա, 31 տարի միասին են, երջանիկ է, բայց արդարանում է, ախր Հորդանանում հայ աղջիկ գրեթե չկար։ Սխալը նույնը բիչինա դղայիս մասին, ուզեմ հայ աղջիկ առնել։ Տիկինը Թերեզը սիրում է Հայաստանը, բայց մշտական բնակությանը հարմարվելու համար ժամանակ է պետք։ Հիմա երեն ամա դժվար է քիչ որովհետև լեզու չունի։ Գրնալալ ես հանցավորը լավ չի սորվեցի սիրեմ։ Մեր երկրի համեմատ այստեղ ամեն ինչ տարբեր է։ Հայաստանի ջուրն է լավը, բնությունն է ինձ դուր գալիս, եկեղեցիներն են գեղեցիկ։ Արդեն երեն հայ գարդեմ, ֆակրու արմենի։ Սոդա։ Հետերնին հայերեն խոսին, ինքը գսե որ ես հայ չեմ, չէ գսե տուն հայ ես։ Մովսեսն արդեն մտերիմ հարևաններ ունի։ Մի անգամ օգնության կանչեց ու սկիզբ դրեց նոր ընկերության։ Բարև։ Ինչպես ես։ Ախպերը սոսե, Արտուշը։ Ախպեր։ Ասիա ամելալա Հարավանս է, սիրուն հարավանս է։ Ախպեր Արտուշ, ինչպես ես, լավ։ Հարևանություն բոլոր կանոններով։ Միմյանց օգնում են, ճաշի հրավիրում, սուրճ խմում ու նարդի խաղում։ Բերեմ սեղանը։ Տոնը գնես։ Գնալը չես կարող։ Չէ, գբերեմ նստիր, ես գտնամ։ Այս հիմա խնդիր մգա, որ ինքը միշտ գիշայի։ Տուն մեր բենզին ես, հրամը։ Վեց պերանա էր, ես իլա ինքը վիդիշայի։ Դուրսի հայերուն, վիդիսեմ էգեք Հայաստան, դուն կնեցեք, հող արեք, դուն սարկեցեք, սերպողը հոս պերեք Հայաստանի մեջ, լավ երգիր է աս Հայաստանը, շատ լավ երգիր է, լավ չեմ ինակ, շատ լավ, ասիա իմ դունս է,
Hadi. Daha yer bu. Daha yer ekşer.